Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 12։ Եվ Ահարոնին իր զգեստներիցը մերկացրու և նրա որդի Եղիազարին հագցրու նրանց, և Ահարոնն իր ժողովրդի վրա կավելանա և այնտեղ կմեռնի։ Թվոց 20-րդ գլուխ 26-րդ խոսք։ Աստված պատվիրեց Ահարոնին պատրաստվել մահվանը։ Այս հրամանի մեջ կար դժգոհության նշան, որովհետև Ահարոնը չպետք է մտներ Քանան, քանզի նա ձախողվել էր իր պարտականության մեջ Մերիբայի ջրերի մոտ։ Սակայն այս խոսքերում նաև մեծ ողորմություն կա։ Չնայած Ահարոնը մահանում է իր անհնազանդության համար, չի ենթարկվում մահապատժի որպես հանցագործ, ժանտախտով կամ երկնքից իջնող կրակով, այլ մահանում է խաղաղությամբ և պատվով։ Նա չի կտրվում իր ժողովրդից, ինչպես սովորաբար ասում են նրանց մասին, ովքեր մահանում են աստվածային արդարադատության ձեռքով, այլ ընդունվում է իր ժողովրդի մեջ որպես մեկը, ով մահացել է աստվածային շնորհի գրկում։ Այս ամենի մեջ կա խորը խորհրդանշական և հոգևոր իմաստ։ Ահարոնը չմտավ Քանան ցույց տալու համար, որ ղևտական քահանայությունը չէր կարող մարդուն կատարելապես փրկել կամ կատարելության հասցնել։ Դա պետք է իրականանար ավելի մեծ հույսի միջոցով, Քրիստոսի միջոցով։ Այդ քահանաները չէին կարող հավիտյան շարունակել իրենց ծառայությունը, որովհետև իրենք էլ մեղքի և մահվան իշխանության տակ էին, բայց Քրիստոսի քահանայությունը, քանի որ նա անարատ է և սուրբ, անփոփոխ և հավիտենական է։ Ահարոնը միացավ իր ժողովրդին որպես մեկը, ով մահացավ Աստծո շնորհի գրկում։ Նա հնազանդվեց Աստծո կամքին և մահացավ այն ձևով ու ժամանակին, ինչպես Աստված էր որոշել։ Եվ ինչպես տեսնում ենք, նա այդ ամենը ընդունեց այնքան խաղաղ ու հանդարտ, ասես պարզապես պատրաստվում էր ննջելու։ Ահարոնի համար մեծ մխիթարություն էր տեսնել, որ իր սիրելի որդին ընտրվում և նշանակվում է իր փոխարեն, և որ իր ծառայությունը պահպանվում և ապահովվում է։ Հատկապես նրան ուրախացնում էր այն, որ այս ամենի մեջ տեսանելի էր Քրիստոսի հավիտենական քահանայության պատկերացումը։ Բարի մարդը կցանկանար, եթե դա Աստծո կամքը լիներ, չգերազանցել իր օգտակարության սահմանը։ Ինչու պետք է մենք ցանկանանք այս աշխարհում մնալ ավելի երկար, քան կարող ենք օգտակար լինել Աստծուն և մեր սերնդին։